Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության մասին օրենքով երիտասարդ է համարվում 13-ից 35 տարեկան անձը։ Իսկ թե ինչ խնդիրներ ունեն երիտասարդները, փորձեցինք բարձր հենց նրանցից։ Ըստ ձեզ Հայաստանում երիտասարդները ինչ խնդիրներ ունեն։ Ինձ թվում է, ոնց որ սկսնակ մասնագետներին դժվար են աշխատանքի վերցնում, այսինքն հիմնական աշխատանքային փորձ են պահանջում, այդ երևի գլխավոր խնդիրներից մեկը։ Իսկ այլ խնդիրներ։ Այլ խնդիրներ, որ հիմնական երիտասարդական այդ հետաքրքրությունները կենտրոնացած են միայն մայրաքաղաքում, մարզերի քաղաքներում այդքան շատ չկան։ Ինձ թվում է տարբեր հայտնի կազմակերպություններում կարելի է internship-ի հնարավորություններ բացել, որ չգիտեմ, ավարտական ուսանողները կարողանան համ գնան սովորեն, համ աշխատեն ու տենց իրենց կարիերան սկսեն։ Նաև մարզերում էլ ինչ-որ հետաքրքիր ժամանցի կետերը թող ավելացնեն, որ տենց մենակ կենտրոնացած չլինի մայրաքաղաքի վրա։ Դե շատ խնդիրներ կան։ Ու մի քանիսը այդպես ասեք։ Եկեք ամենատարական բաներից ասեմ, մեկը տրանսպորտի հարց է։ Ես անձամբ մարզից եմ գալիս շատ վատ փոխադրամիջոցներով։ Հետո քաղաքի մեջ էլ շարժվելը բավականին բարդ է, հատկապես խցանումների պատճառով ու մեծ ժամանակ է խլում։ Շատ խնդիրներ կան, բայց Իսկ ըստ ձեզ կառավարությունը ինչ մի քանի քայլ պետք է անի, որ երիտասարդների խնդիրները լուծվեն։ նախ պետք է անընդհատ կապի մեջ լինել երիտասարդների հետ, հասկանալու համար թե ինչ խնդիրներ կան, ինչպիսի լուծումներ կարելի է պատկերացնել, առաջարկել ու փորձել ինչ-որ լուծումներ փնտրել։ Մեկը երիտասարդների համար ուսանողական ավտոբուսների եւ ուսանողական ուղիների ստեղծումը, որը շատ կօգնի է պարագայում։ Բացի այդ, մենակ ոչ միայն ուսանողների խնդիրն է, այլ բոլորիս խնդիրն է։ Մեկը օդի աղտոտվածությունը, այդ հազար ձև կա, նախ պետք է իրանց սխալները նայեն, որակեն, կարողանան գտնել իրենց կատարած սխալները, որի պատճառով այսօրին ենք դրանք փորձեն ուղղեն, հետո նոր անցնեն, իրանց որ ասում ես ինչ-որ սխալ կա, պետք է սխալը ուղղել, իրանք ասում են նախկինում սենց են արել։ Վերադարձեք, դուք ձեր սխալները գտեք, փորձեք լուծել։ Իմ կարծիքով Հայաստանում երիտասարդների մոտ առկա են շատ խնդիրներ, հիմնականում որոնք որ կապված են ուսումնառության հետ, հետագայում արդեն աշխատանքի ընդունվելու խնդիրներ կան, քանի որ համալսարաններից ավարտողները, ովքեր որ համալսարանները ավարտում են, շատ քչերն են, որ կարողանում են իրենց մասնագիտական ուղղվածությամբ աշխատել։ Կարծում եմ հիմնական խնդիրը, որը երիտասարդությանը հուզում է, դա է։ Իմ կարծիքով կառավարությանը կարելի առաջարկել կազմակերպել երիտասարդական միջոցառումներ, ֆորումներ, այլ նախաձեռնություններ, որտեղ որ երիտասարդները կարող են ակտիվ մասնակցություն ունենալ, ծանոթանալ ոլորտի մասնագետների հետ եւ ձեռք բերեն իրենց հետաքրքիր ոլորտներում հետաքրքիր ծանոթություններ, որոնք որ հետագայում կարող են արդեն իրենց մասնագիտական աճի համար կարևոր նշանակություն ունենալ։ Իմ համար երիտասարդների ու նաև նոր ծնվող երեխաների մեծ խնդիրը օդի աղտոտվածությունն է։ Իսկ այլ այդպես խնդիր, որ բնորոշ երիտասարդներ են, որտեղ օդի խնդիրը բոլորի խնդիրն է։ Տրանսպորտի հարցը երևի ուսանողների համար, որ կարելի առանձնացնել ինչ-որ այլ կերպ լուծել։ Երիտասարդները ունեն իրենց համար ավելի լավ կրթություն ստանալու խնդիր ըստիս, քանի որ երիտասարդների մեծ մասը արտագաղթում են դեպի այլ պետություններ, քանի որ իրենց համար բավարար չի լինում Հայաստանի կրթությունը ու գնում են այլ պետություններ, ինչպես նաև այն երիտասարդները, ովքեր ուզում են բիզնես ստեղծեն, ովքեր ուզում են ավելի շատ վարձատրվեն, նրանք եւս արտագաղթում են այլ պետություններ։ Ինձ թվում է ավելի շատ պետք է իրենց մասին մտածեն, որովհետեւ օրինակ համալսարանում տենց չի լինում, որ չխոսան իրար մասին, այսօր ինչ ահագ է, այսօր ինչ արե։ Ինձ թվում է այդ է սխալը, որ պետք է մի քիչ իրենց մասին մտածեն։ Դե ինձ թվում է ամենամեծ խնդիրն է, որ հիմա բոլորը երազում են մեր երկրից թռնել, գնալ Ամերիկա կամ չգիտեմ որտեղ, հեռուտեղ սովորել։ Պետք է նենց անենք, որ ավելի հաճելի լինի մեր մոտ սովորելը, հաճելի լինի մեր քաղաքում ժամանակ անցկացնել, օդի հարցը լուծել, զիբիլի հարցը լուծել, ծառերի հարցը լուծել։ Այդ հարցերը եթե լուծենք ամեն ինչ լավ կլինի։ Երևի այս պահին կարող ասեմ տրանսպորտի խնդիրը, ուսանողական տրանսպորտի խնդիրը։ Երևի այդ ամենակարևորը ուսանողի համար։ Իսկ այլ խնդիր։ Այլ խնդիր չեմ նկատել։ Դե պետք է առաջինը հենց տրանսպորտի հարցը լուծվի ու ոչ միայն մեր տարբեր մարզերի տրանսպորտի հարցը, որով հիմա զբաղվում են, ինչքան գիտեմ։ Չգիտեմ, պետք է հետևեն էլի։ Կոնկրետ չեմ կարող ասեմ, ուրիշ տարբեր մարդկանց մոտ տարբեր է այդ խնդիրը։ Օրինակ ձեզ համար։ Ինձ համար հիմնականում տրանսպորտի խնդիրը, Արտաշատից Երևան։ Պետք է հենց հատուկ
քոլեջների համար այնպիսի տրանսպորտներ ստեղծվեն անվճար, որոնք թույլատրություն կտան երիտասարդներին այդքան ճանապարհ անցնել ու հեշտ ու հանգիստ, էլի։ Մի քանի տրանսպորտ չփոխել։ Երիտասարդները կարծում եմ այժմ մեծ հնարավորություններ ունեն, բայց նաև շատ խնդիրներ կան աշխատաշուկայում։ Օրինակ, խտրական վերաբերմունք, որ դու երիտասարդ ես, ուրեմն չես կարող քո ամբողջ պոտենցիալը իրացնել, եւ նմանատիպ այլ խնդիրներ, ինչպես նաև երիտասարդները ունեն խնդիրներ կապված ֆինանսական հարցերի հետ, որովհետեւ շատերը ցավոք սրտի փորձում են եւ ուսման վարձը վճարել եւ տան վարձը վճարել, իսկ մենք գիտենք հիմա Հայաստանի Հանրապետությունում ինչ է կատարվում բնակարանային շուկայի գների աճի հետ, կցանկանայի, որ մեր երիտասարդներին ավելի լայն հնարավորություններ նախաձեռնվեր իրենց գործը եւ նպատակը մինչեւ վերջ ի կատար ածելու համար, որովհետեւ ի վերջո երիտասարդներն են մեր պետության ապագան եւ ամեն ինչ անելու են հանուն Հայաստանի Հանրապետության։ Շատ լավ։ Իսկ ըստ ձեզ կառավարությունից ինչ քայլեր պետք է ձեռնարկեն երիտասարդների կյանքը բարելավելու համար։ Ինչպես արդեն նշեցի, նախ վերջերս տեսանք, որ նույն մեր հարևան Վրաստանում կրթությունը դարձավ անվճար, կցանկանայի, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես բարձրագույն կրթությունը լիներ անվճար, բայց նաև որոշակի սահմաններ եւ լիմիտներ մշակվել, որպեսզի ոչ բոլորը կարողանային ընդունվել, այսինքն նրանք, ովքեր լուրջ մոտեցումներ ունեն կրթության եւ գիտության հետ կապված, այսինքն չի նշանակում, որ եթե մենք կրթությունը դարձնում ենք անվճար, ապա բոլորը կարող են գալ եւ սովորել եւ դա նույնպես կարող է խնդիրներ առաջացնել, այլ որոշակի քայլեր կարող են ձեռնարկել եւ բոլոր խնդիրները նույնպես հաշվի առնել։